Սիրելի հետևորդներ, բարի երեկո, ծանոթ վայր է չէ, արդեն ես տանն եմ, Արտաշատից եկել եմ ու հասել եմ անմիջապես այս լոբին դատարկեցի ու այս տիկավորներն եմ հիմնական ընտրում, կանաչի հետ մի հատ հավեսին տենց համով սարքենք, երևի շատերը կսիրեն, դիրնդե, ահա այս լոբին, ամենահամով լոբին, կանաչի հետ Եկակ տները խառնիկ մաքուր պահպանել էր, մենք եկանք խառնեցինք գնացեք Արտաշատենի ամենալավը որ տունն է, որտեղ որ մարդը ապրում է, իր տունն է, ինչքան էլ լավ պահեն, հյուրասիրեն, հարգեն, պատվեն մեկ է, ուզում ես գաս քո տունը, չէ, հնույթ կա, առամ նոր եկամ, չհարմարվամ քաղաքի կյանքին, եկա վայք, հավատում ես չէ, որ ինձ հետ նման բան կարա լինի, Երևանում չկարողանամ ապրել, գամ և վայք, այդի հավատում ես չէ, ամենալավ տեղը ստեղ է խախանդ, հանգիստ, ինչ, լավ չի, դե գնա Երևան, ենքան մարդ տենաս, ուղեղդ կախի, ինչ լավն են ես հատերը, ընջուր եմ դրել, եռա, լոբին բերեմ լվանա, ու սրանք էլ Արտաշատից բերված բարիքներ է, բայց այս կարալյոկները ուտելու չեն, խեղտող են, կշարենք նկուղում, կհասնի ու կուտենք, Աշոտն էլ կոֆե է դնում, ճանապարհից դե եկել եմ, առաջին հերթին ես այդ լոբին մի հատ բերեմ լվանամ, որ թվում էր թե շատ է լոբին ու տենց սրանք, բայց սրանք դախ են, այդ հատիկավորներն են ու այս ամոնը այսպես է, հատիկավոր լոբի է, ամենահամով լոբին է, այսքանը մաքրել եմ, հանել, իսկ սա էլ լցնեմ տոպրակը դնեմ ձեռքի հետ, մի հատ այս սեղանը ազատեմ, ինչը, փեջը դնենք, կարելի է, սա մի հատ տանեմ լվանամ, այս կարալյոկներն այսօր կիչացնես պատվալ, կշարես, թող չմնա այստեղ տանձա, սա հիմիկվա ուտելու, անտառային գեղեցկուի է, դե չգիտեք մամանը տենց պապայի հետ պարտադիր ուզում էին, որ ես ամեն ինչից էլ մի քիչ բերեի, այստեղ լոբին լցնենք, նայեք, շատ է, կարող է այսքանը չեպենք, ես չեմ անում, փեք ուտենք, լցնեմ այսա տոպրակը կդնեմ, կմաքրեմ ձեռքի հետ, սառնարանը կդնենք, ահա ջուրը եռած և սա էլ լոբին, կարևոր է այս ուտելիքը, կպատրաստեմ, նստենք մեր կոֆեն խմենք, ոյ նստենք մի հատ այդքան ճանապարհը եկա շշմեցի, մի հատ կոֆե խմենք, թարմանանք, ճիշտն ասած, իմ խոհանոցի, իմ տան կոֆեին կարոտել էի, Ես վայքում եմ, դուք լայքում եք, հա, ես արդեն վայքում եմ, Աշոտ ջան, ստոպ եմ տանի, բայց, ստոպ եմ տանի, այս հատերը, են
կեսը դցրեցի, ասի մինչև սրանք էլ լվանամ։ Եմ եկել ու այսա սրանք էլ պետք է տեղավորեմ, որը սառնարանի է, որը նկուղի է։ Հերթով ու ցույց կտամ նաև նորը ոնց են պահում զմռան համար, որ կեղևը թարմ է լինում, ոնց որ բացես, նույն թարմ տեսքն է ունենում։ Սա էլ լվացի, նորից լցնեմ այս հատերի մեջ, թող շատ լինի, բոլորով է սիրում ենք Լիլիթն էլ, Լիլիթը տենց լոբի շատ չի սիրում, բայց այս հատիկավոր տարբերակը շատ է սիրում։ Թող էպվի, շատում էի, ինձ իմ հետևորդուհին Մեղրից է, Գոհարը, եկել էր Մեղրից, գնացել է Երևան, ինձ ինչ է բերել, ցույց եմ տալիս։ Ուրեմն ինձ բերել է Մեղրից իրենց այգու դափն ու տերևը։ Շատ շնորհակալ եմ Գոհար ջան։ Ես ոչ եմ գրել, չեմ զանգել ասել Մեղրից, ով ունեմ հետևորդուհի, թող ինձ դափն ու տերև բերեն։ Ու Գոհարը երբ որ ինձ զանգ արեց, ես զարմացա, ասում եմ ո՞նց եք ճարել իմ համարը։ Ու ինքը ինձ ինչ պատասխանեց, որ դու վլոգներ ունեիր, մի պահ տենց նվեր էիր ստացել, այդ տուփի վրա քո հեռախոսահամարը եղել է, ես տենց ակնթարթորեն գտել եմ, խոսքով այդ վլոգի միջից գտել եմ քո համարը ու տեսնում եք, չէ, որ մարդ ինչքան տենց սրտանց ուզում է ինչ-որ մի բանով օգնի, նվեր անի, իր այգու բարիքներով, սա դափն ու տերև է, ու այս սերմերն են, հեսա, բեր Աշոտ ջան, սա այս սևերը դափն ու սերմերն են, երևի սա էլ բերել է, որ ես ցանեմ աճի ու տնկիներ էլ է բերել, փոքրիկ են, ես ծաղկամանում կտնկեմ, միայն ոչ դափն ու տնկի է բերել, մոշմալայի տնկի էլ է բերել, ես տանը չեմ, Աշոտը տենց պատրաստի ծաղկամանով հող ունենք, տնկել է, հյուրասենյակում է ցույց կտանք, և սրանք էլ եսա խնամքով ես տեսեք վրան ինչ հետաքրքիր է, ես տեսել եմ, բայց միշտ մտածել եմ, որ փոքր էի տեսել, ես սենց մեծ սև հատիկներով չէի տեսել, ահա շատ լավ է, ես սրանք տերևները կլվանամ, կչորացնեմ, կօգտագործեմ, շատ շնորհակալություն, որ այդքան ուշադիր ես Գոհար ջան, Աստված օրհնի քեզ, քո գործերին հաջողություն, ասեմ, որ ինձ էլ Մեղրի հյուր է կանչել և ես խոսք եմ տվել, որ ընտանիքով մի գեղեցիկ օր անպայման հյուր կգնանք, բոլորով, սկսած Լիլիթից, Աշոտից վերջացած, Մերին էլ մեր հետ, եկել քաղցրեղեն էր բերել, միշտ տենց քաղցր մնաք, Գոհար ջան, շատ շնորհակալություն, տեսնեմ հեսա ես կզանգահարեմ, երբ է հետ գալու, ափսոս ես տանը չեմ, որ հետ գալուց հյուրընկալի մեզ։ Մոշմալայի տնկին էլ ցույց կտամ, պատկերացնում եք, չէ, Մեղրիում ինչքան մեծ ծառեր են, դափն ու որ ճյուղերը այսպես կտրում են։ Բոլորից էլ շնորհակալ եմ, որ ցանկանում եք ձեր բերք ու բարիքով օգնել։ Ու մի բան էլ ասեմ, սենց որ նկարում ցույց եմ տալիս, մարդիկ կան մտածում են, որ ես ոչ ոքի լավություն չեմ անում եւ մտածում են, որ ագահ եմ, տենց եսի ինչ, բայց ասեմ, ես էլ շատ մարդկանց իմ հավաքածներից, օղի թորած եմ, ուրաբա ինչ որ բանով օգտակար լինում եմ, ուղղակի չեմ նկարում ցուցադրում, գրել են Ամերիկայից եկել է դու ուրց տվեցիր, եսի ինչ, ես չեմ բարձրաձայնում, շատ բաներ կան, որ պետք չի ասել, բայց ես էլ շատ մեծ սիրտ ունեմ, բարի մարդ եմ և ամեն ինչով էլ փորձում եմ մարդկանց օգտակար լինել։ Ահա եկա հյուրասենյակ և մոշմալայի ծառը ցույց տամ, լավ էլ մեծ ծառը, աշն էլ երեկ է տնկել, ասեմ, որ կպել է, այսպես որ իրան ձեռք ես տալի, երևում է, որ կպել է, այստեղ թող մնա աճի, դե չեմ կարող հիմա տանել հողամաս, պետք է շուշուտ գնաս, ջրես, այս տերևներն էլ սպունգով կխոնավեցնեմ, կմաքրեմ, սիրուն որ լինի, կարևորը տնկեց, որ չփչանա, իրանք հազվագյուտը տենց քիչ տարածված ծառատեսակ,
կերել եմ, ճաշակել եմ, ինքը միակորից դեղին, տենց զկերի նման, ամեղ միրգ է, ինչ է, շատ համով է։ Հա։ Ավոկադոյի ծառ։ Լավ էլի աշտելի, սատկացինել է, ես կարոտեի, շատկացին, ընդե խամյակ կար, բայց ես շատկացին կարոտել է, Գիտես ինչ, իրար նման է, պրոստ ինքը չաղլիկ է, լավն է, կարոտել էի մեր խամյակիներ։ Հա, լավ անցնենք խոհանոց։ Թող լինի, ես մի հատ քանի օր իմ չրերն էլ չեմ տեսել։ Ահա։ Տեսակ այս տարին ես չոր է իմ չրերը, չգիտեմ ինչի։ Նալանդի ճամփեն է բռնում։ Որտեղի ճանապարհը։ Մի հեվը չէ թասեմ։ Չեմ ընկա։ Չրերս եմ նայում, ասում եմ իրանք չորացել են, բայց նայած մի տեսակ չոր են, հետ դուրս չեկավ։ Չոր չէ գնում։ Ման չի շաքարը, այսպես պիտի տրորենք։ Հա, մերոնց մամայի սարքածը շատ փափուկ էր։ Այսի շատ չիր։ Որ ճանապարհը։ Վաղը հաջողություն լինի, հողամաս կգնանք, սպանախ կցանենք։ Ինչը։ Աղլեցնեմ լոբուն։ Տատի հենց պամիդորների վրային քոն կոր-կորմիր, պատկասու տատին ուզում էր, որ հավաքեր տոմատ աներ, այդքան շատ է։ Դեն ոնց որ մի շտակոտ է, հա։ Չէ, մեր մոտ ավելի բայց բանա, բայց դա մեր մոտ ցուրտ էր արել, հետաքրքիր այնտեղ չէր արել։ Լիլի։ Դափնում տերևները։ Լիլիթին ուղարկի անձեռոցիկ բերի։ Հա։ Ինչը։ Մի երկու պամիդոր պղպեղ լվանանք, որ ուտենք, հացի հետ, ես ինչ լավ պղպեղներ են, մամային ասում եմ մյուս տարի ամբողջ հողամասը արա պղպեղ ու վաճառի, դեռ սրանից մեծերն էլ կան, ավելի մեծ, լավ ու գունավոր, կարմիրը ուներ, դեղինը ուներ, ողջ սեզոնին, տարին կարելի ասել 12 ամիս, որ հավաքի պահի ձմռանն է կմնա, ունեցել է պղպեղ, բուլղարական, դեղին, կարմիր, ու նոր սորտերի էլ է, սերմեր երկարավունն էլ է, ճարել հաջողություն լինի, են որ ասում են անես, չարչարվես, ամեն ինչ էլ կլինի, միայն մշակել է պետք, աշխատասիրություն է պետք միայն, թե չէ, են մի մտածեք ձեր հողը քարքարոտ է, ձեր չեք կարող, եթե անեք մեծ սիրով հավեսով կլինի, ինչու չլինի որ։ Այստեղ մոռացա ցույց տալ, սիրելի հետևորդներ, սա էլ դափնու փոքրիկ տնկիներ են, տենց խնամքով խոնավ շորի մեջ փաթաթել է գոհարը ու բերել, սա էլ վաղը կդնենք հողի մեջ, տանը հող չկա, ծաղկաման կա, հող չկա, մեկա չի փչանա, մի երկու, երեք հատ տնկի է, դնենք, երևի կկպնի, թե մեծ սիրով, մեծ սրտով են նվիրում, անպայման ինքը կաճի, տեսեք է մեղրիից բերել հասցրել է այստեղ, վայք։ Լվանալ, ես պղպեղներն է լվանամ, մի անգամից դնեմ սառնարանը, որ անդադ չվերցնենք, հանենք, լվանանք, մեկը ենքան համով է, մի քանի օրվան է, տենց կուտենք։ Դեր սրանք մեծանալու ու հասունանալու տեղ ունեն։
ցեխոտ չդնեմ սառնարանը։ Չկա մա։ Ինչ։ Այն քոսոց ընտրոց։ Եթե լինի այդ քոսոց ընտրոցի կբերեմ։ Հա։ Լոբին էփված է, քամ է։ Հաց ուտենք ու ես էլ տեսնեմ ամեն ինչ եմ անում։ Ահա քամեցի ու հետ բերեցի։ Ես համոզված եմ, որ շատերը ցենց լոբի կսիրեք։ Ահա Դրանից եմ ասում, Լիլիթ ջան, դրանից եմ ասում, արալես, սովորական անձեռոցիկ, սա շատ համեղ լոբի է, աշխարհի ամենահամեղ լոբի, են աշնանը, թե ինչու է, հետաքրքիր է, չէ, աշնան այդ բերքը, բարիքը, միրգը, ինչու է, այսպես ասած, այդքան համեղանում, քաղցրանում, համովանում շատ։ Եվ ես մտածել եմ, թե ինչու է այդպես, որովհետև մտածում ենք, վայ, հեսա ձմեռը կգա եւ ես համեղություններից էլ չեն կարող օգտվել։ 2 ձու եմ կոտրել, լցնում եմ ու այստեղ եմ հարում ես։ Այսպես էլ կլինի։ Ինչու՞ չէ։ Ու լցրեցի, արագ խառնում եմ, որ տարածվի բոլորի վրա։ Եվ փակեմ ու անցնեմ սեղան պատրաստելուն։ Երևի մի հատ կտրեմ։ Կտրեմ մնա, ափսոսա, բայց սենց բարակ ճաղեր։ Մերոնց տունն էլ ենքան հավեսով հաճույքով կերան, մեր աղբորս երեխաները, մանավանդ Շուշանը դեղին գույնի համար տենց խելքը գցում էր, դեղին պղպեղի, ասում է գույնի եմ ուզում, գույնի, ու հավաքելուց էլ այն դեղինները չբերեցի, ասեց թող մնա երեխեն ուրախանա, գույնիները չեմ բերել, մնացել է Շուշանիկին գույնիները, լոլիկ, վան, չկտրեմ, որ պետք լինի կկտրեմ, չմնա պչանը, Այ սա էլ փակելով է։ Պարտադիր լցնելուց հետո փակում եմ, որ մի հատ լավ տենց էփվի, որ ձվի համը չգա։ Եվ վերջ, պատրաստ է անջատը, անցնեմ սեղան դնեմ։ Են որ մարդ իր տնից տեղից գնում է, գալիս է, մի օր էլ պետք է որ խելքի գա։ Այստեղ սա մեր հացը գիտեք արդեն այստեղ է, սա սիրուն կտրեմ Լիլիթը նոր գնաց բերեց։ Հելենայի, դու սիրում ես։ Հա։ Մի պստը։ Հա, կուտես։ Կանչեք։ Հեսա դնում եմ, արդեն էլ ինչ կանչեմ, կանչեցի, էլ Լիլիթ ջան։ Կանչեցի, էլ ինչ կանչենք։ Կտրել է։ Ստե։ Մկրատը։ Հեսա։
Նստի, հեսա։ Ունենց համով այդ բիգորոշ։ Շատ համով է, չէ, Շուշանը դեղիններն է սիրում, ասում է գույնի բերեք։ Գույնի։ Ահա, լոբին էլ լցնեմ, գամ նստեմ, հաց ուտեմ, թթուել հանեմ, թթվով չեք ուզում, ծիծակ, կարմիր պղպեղե կա է, սարքել եմ, ահա, իշքան է սիրում այդ աղջիկը, որ իրան հա կանչեն, արի Լիլիթ ջան, արի նստենք հաց ուտենք, Մասին էիք խոսում։ հա, ասում եմ արի, դե մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի ախորժակ, եթե հաց եք ուտում այս պահին, կամ ընդհանրապես։ Մենք մեր հացը կերանք և հերթը հասավ նռանը։ Ինչ որ Արտաշատից բերել եմ սիրելի հետևորդներ, բոլորն էլ պետք է ես տիրապտեմ, մեր վայքի լեզվով ասած, տեր կանգնեմ, այդքան տեղ բերել եմ, տվել են, պետք է ամեն մեկն էլ իր նպատակին հասցնեմ, ինչքան էլ հոգնել եմ, բայց կարևոր գործ է սա։ Այս նուռը ես որոշել եմ պահեմ նոր տարվա համար, մի հետաքրքիր ձև կա, որ նուռը կարող ես երկար պահել։ Հիմա կասեք, հա, այլ նուռը կարանք արկղով էլ դնենք, մնա։ Բայց փորձել եք, տեսած կլինեք, որ նուռը պահում եք արկղով նկուղում կամ ինչ որ միտեղ, այս կեղևը չորանում է, տենց կծկվում է ու միջի հատերն էլ ցամաքում են, այդ հյութեղությունը վերանում է։ Հիմա ես ձեզ մի հետաքրքիր ձև եմ ուզում ցույց տալ, երևի ոմանք կիմանան, շատերը չեն իմանա ու որոշել եմ այս լայֆխակով էլ ձևով էլ կիսվել ձեզ հետ, փորձեք, հետո կգրեք, վայ Նազո ջան, ես ինչ լավ ձև ես մեզ ասել, սա էլ իմ մայրիկից եմ ես սովորել, իրանք որ շատ նուռ ունեն, միշտ անում է ու ասեմ ինքը ինձ պատրաստի այդ ձևով է միշտ տվել, բայց սա էլ որ բերել եմ, ես հիմա ցույց կտամ, ուրեմն չէ մեզ անհրաժեշտ, որպեսզի նուռը երբ էլ հանես, օգտագործես, ուտես, քեզ թվա, որ ծառից հենց նոր ես քաղել։ Դրա համար մեզ շատ չնչին բան է հարկավոր, սիրելի հետևորդներ, սովորական անձեռոցիկ և սովորական մեկ անգամյա օգտագործման ցելոֆաններ։ Հեշտ տարբերակ, բան չի պահանջվում, այն որ երեխուն էլ տաս մեծ հաճույքով կանի։ Հիմա Աշոտն է կողքս նստած, Աշոտին տամ կանի, բացի։ Ահա, պետք չի են թանգանոց, անձեռոցիկներ, եսի մինչեր, թանգանոց ոչ մի բան պետք չի։ Թանգանոց մեջ լավ չի։ Հա, թանգանոց է, ուրեմ դուր, աշ, անձեռոցիկը վերցնում ենք այսպես, սիրուն։ Կոչուրա դրա մարդ մի հատում։ Աշոտ, տենց անում ես չի երևում, պետք է նկարենք, չէ։ Նուռը վերցրեցինք, սիրուն, այսպես փաթաթում ենք։ Մեզ հարկավոր է, որ այս նուռը սիրուն սենց անձեռոցիկով փաթաթենք։ Ահա, փաթաթեցինք։ Սա փաթաթեցինք, լավ արեցինք։ Դնում ենք մեկ անգամյա օգտագործման ցելոֆոնի մեջ, այսպես, ու կապում, հեշտ, Ցարավոց չմնա ինչ։ հա, ու պինդ կապում ենք, վերջ, սա, այսպես կարող ես դնել նկուղը, փորձի համար, համոզվելու համար նուռը պահեք մինչև գարուն, մնում է այն վիճակում, ոնց որ այս վիճակն է, ծառից քաղած, կեղևը երբեք չի չորանա։ Վայ, ես իշքան համով էր ես տատենց նուռը, Թթու է։
Վայ, այս տարի քաղցրացել է, Աշոտ։ Նո, ոնց Մի հատ կտրի տես, դու մտածում ես թթույա, դրա համար չես ուտում։ Տատի ինձ ասել էր թթույա։ Հա թթույա, բայց հետաքրքիր քաղցրացել է այս տարի։ Համ թթույա, քաղցրություն էլ կա մեջը։ Հետաքրքիր քաղցրացել է։ Այսպես։ Եսի մեջ դժվար բան չի ու թանգանոց տենց եսի ինչ պարագաներ էլ պետք չեն, հարկավոր չեն։ Որսում մի բացի տես։ Դու սարքի։ Աշոտը անպայման փորձեք շատ ունեն, չգիտեմ ոնց պահել, ապա այս տարբերակով պահեք։ Ոչ նեխումը, չմտածեք ինքը որ ցելոֆոնի մեջ է, նեխելու է, եսի ինչ ոչ մի բան է չի լինելու։ Պահպանեք անպայման այս ձևով կփորձեք, չասեք ստից ձևա կամ կասկածեք, փորձեք եւ համոզված եմ մյուս տարի ձեր բոլոր նռերը, ձեր բոլոր ձեր նուրը այս ձևով կպահի։ Չգիտեմ ինչի հոգնած եմ։ Հոգնած եմ, Աշոտ ջան։ Մտածում եմ երբ կվերջացնենք, որ ես հանգստանամ։ Մոնտաժ անելը, այդ էլ է։ Այո։ Դու սեղանին։ Աշոտ, ուրեմն կարալյոկը կիչացնես կշարես նկուղում նուրը ու այն խակ պամիդորը։ Ասեմ մի հատ էսել ցույց տամ։ Ասես մի հատ էսել։ Հա, էսել ցույց տամ։ Անահիտ սորտի, մենք նաև մալյուտկա ենք ասում, այդ սորտի պամիդորն է։ Այս պամիդորն էլ մաման մի քիչ տվեց, էլի ասում, չէի ուզում նախ բերեի, ասում է տար, սա այսպես էլի սիրուն շարում ես նկուղում, ինքը կարմրում է, մինչև նոր տարի կկարմրի, հա, մինչև նոր տարի կկարմրի ու կարմիր պամիդոր կլինի։ Բերեցի փորձելու համար։ Դե մաման էլ ոչի խափի ճիշտ է ասում, սա էլ կդնենք նկուղում, թող քիչ-քիչ հասնի։ Հետաքրքիր է, որ մի հատը փաթաթենք պահենք, ինչ կլինի։ Կարանք փորձենք։ Մամ, դες փաթաթելով ալի։ Հա։ Բայց հետաքրքիր է, արի երկու հատ փաթաթենք, նորից ցելոֆոնով պահենք։ Հա, ինչա, փորձ անենք։ Հա, բանը գործ ունենք, դրանք պամիդոր։ Չէ, հետաքրքիր է, որ լինի, կարելի է մյուս տարի փաթաթել այդ եղանակով։ Ոնց կարա մնա պամիդորը։ Ինչի, կհասնի սիրուն։ Վաղը գնանք Լիլիթի համար տոնածառ նայենք, սպիտակ ավունները կան ոնց որ տես ձյունոտ, գները չես նայե մոտավորապես, վաղ դնենք, Լիլիթը կոքնի կիչացնենք հետքան։ Անշուտ ես մամաչա։ Դուք էլ հետս միասին։ Գիտես ես ձևը։ Չէ, դու էլ ուրիշ ձև ես կտրում, տաթևը ուրիշ ձև էր կտրում։ Տաթևն էլ հակառակ վերևից կտրես, դե ես էլ գիտեմ հակառակ, երկու ձևով է կտրում ես, ուղղակի այդ իր այդ երթիկներից ինքը բաժանվում է, չէ։ Այս մեկը չեմ։ Վարդեր բերեմ պարտեզից։ Անցած տարի ավելի թթու էր, չէ։ Մի անգամ կերանես թթու էր։ Հա, այս տարի ասում եմ, գնաց։ այս տարի քաղցրացել է, պապին ասում են հենց հետաքրքիր
ջրալի ու տենց քաղցրություն ա եկե մեջը։ Ջրվնա լավ։ Աշոտ, սրա կոճերը ծլում է։ Պապյանք նորուն է, որ Ղարաբաղից բերած կորիզն է ցանել են, տենց կա ուրիշ սորտի։ Աճում է։ Հա, կոճը աճում է։ Կարանք ծաղկամանի մեջ գցենք։ Ահա սիրելի հետևորդներ, սա էլ մի հետաքրքիր ձև նուռը պահելու համար։ Ես ինչ որ մի լավ բան եմ իմանում, անպայման ուզում եմ այդ նորությունը, այդ լավ մեթոդը դուք էլ իմանաք, կիրառեք։ Այսօր մորը զայրացի նստել է, չի կարող խոսել։ Մոռանաք լայքերի մասին եւ այս հետաքրքիր մեթոդով ձևով կիսվեք ձեր բարեկամների, մտերիմների հետ։ Բարի գիշեր ենք ասում, լավ մնացեք։ Ես լայքում եմ, դուք լայքում եք, հա։ Այո։